ձեզ Տիկին Հարությունյան, տեղեկացա, որ դիմել եք մեզ, ցանկանում եմ տեղեկանալ ինչ խնդիր ունեք, այս ձմռան ցրտին ինչու է ստացվել այդպես, որ հայտնվել եք դրսում։ Պարոն Սարգսյան, ես մի քանի տեղ դիմեցի, շեշտեցի, որ չունեմ ընտանիք, չունեմ երեխաներ, աշխատունակ չեմ, ճիշտ է, միտեղ գրել էի աշխատունակ եմ, բայց փորձեցի չստացվեց։ Այսինքն չեք աշխատում։ Չէ, գնացին այդտեղ չստացվեց, լսողականից խանգարեց, մի խոսքով Երևանյանը խանգարեց։ Իսկ դուք միայնակ եք ապրում, հարազատներ, երեխա ունեք թե ոչ։ Չունեմ ամուսին, չունեմ երեխաներ, չունեմ ծնողներ։ Քույրիկս իր անտանիքն է, ասենք Հասկացա ձեզ։ պարտավոր չի։ Կներկայացնեք ձեր խնդիրը։ Իմ խնդիրը, ես սկզբից գրեցի պարոն Արինյանին։ Երևանի քաղաքապետին։ Ունեմ ձեր կարիքը օգնության, ինձ ես հարցով օգնեք, խնդրում եմ Եվանի, ես դիմել եմ արդեն սոցնախարարություն ընդեղից ինձ պատասխան չի գալիս, որպես իմ քաղաքապետ, խնդրում եմ մի հայուհու, որը մնացել այսօր իր սեփական երկրի մեջ փողոցում, խնդրում եմ պարոն Արինյանը համար ուզեց, ես գրեցի համարը։ Այսինքն ինքն է ուզել թե ոնց։ Չէ, մենք նամակով ես գրեցի ու խնդրեցի, որ նամակով ինձ պատասխանի, ինք ասաց գրեք, ինչն է պատճառը։ Ես գրեցի այդ ամբողջը, պարոն Արինյանը գրեց, որ մի հատ համար թողեք։ Ես թողեցի։ Ինձ զանգեցին քաղաքապետարանից, Ռոման Հասունիկ, ասաց, գիտեք ինչ, Տիկին Սոնյա, հանրակացարան կա, բայց տուալետը դրսում է ու մի քանի հոգով։ Ներողություն, դիմել եք մարդու իրավունքների պաշտպանին։ Չէ, ես չեմ մնացել այդ ոնց եմ դիմում ճիշտ ասած, ես դրան չեմ դիմել։ Հասկացա։ Ես մենակ դիմել եմ պարոն Արինյանին, գրել եմ պարոն Փաշինյանին, որ պարոն վարչապետ խնդրում եմ մի հարց, որ ինձ կպատասխանեք, մինչև այսօր ոչ մի պատասխան չեմ ստացել, գրել եմ սոցնախարարություն, ընդդեղից էլ մարդ ուղարկեցին Սարիթարի այդ սոցապից, եկան նայեցին, դաժե իմը սենց խրտալով ասում, ինձ է կապրում դուքստը, ասում եմ էս է, ունա, հապքում է։ Ու ասաց ես հեսի կուղարկեմ քաղաքապետարան այս հարցին ձեզ կպատասխան։ Հետո հաջորդ օրը ինձ զանգեց Հասունիկը, ասաց Տիկին Հարությունյան էս ամերը, մենք ուրիշ մարդ չունենք։ Ես մնացի անջար, մտածում եմ ու գնաց ու երկրին, չեմ են ուզում գնալ, ես իմ երկրին եմ հետևել, ես իմ չեմ հայտ ծնվել մեծացել եմ Տիկին Սոնա, ես նաև հիշում եմ, որ դուք 18 թվականի հեղափոխության մասնակից եք, ճիշտ է։ Այո, ճիշտ է։ Իսկ հեղափոխության մասնակից ներկայիս падգամավորներից որևէ մեկին դիմել եք։ Չէ, չեմ դիմել։ Որոնց որ ճանաչում եք իմ հետ։ Ես ձեզ հասկացա, ես կստուգեմ, ինձ չեն պատասխանում։ Ես ձեզ հասկացա, ուրեմն կկազմակերպենք հիմա դիմում կգրեք, պաշտոնական գրությամբ կդիմենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փորձենք ձեր խնդիրը բարձրացնել։ Ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդրեմ, ձեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասում էր ասեք կանենք։ Հիմա Թավշյա հեղափոխության մասնակիցը մնացել է դրսում։ Եվ այսպիսի մասնակիցներ, որոնք որ 18 թվականին աջակցել եւ սատարել են ձեզ, հիմա արժանանում են նման վերաբերմունքի, բացարձակ ոչ մի դրական արձագանք եւ խնդիրներին ոչ մի լուծում։ Ուզում եմ հասկանալ, դուք ասում եք 3 միլիոն վարչապետ կա, Թավշյա հեղափոխությունը իրականացրեց ժողովուրդը եւ նաեւ Տիկին Սոնան, բայց այսօրվա դրությամբ հանձինս նաեւ ես չեմ հերքի եւ 19 թվականին դատական համակարգը բարեփոխման հետ կապված Նիկոլ Փաշինյան։ Աջակցեցի, սատարեցի ձեզ, բայց տվյալ պարագայում դեռ ոչ մեկ, նախկին նախագաներից, ինչպես դուք եք ասում, որևիցե մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել։ Եվ հիմա Հայաստանի Հանրապետության ձեր ասած հպարտ քաղաքացին մնացել է փողոցում, դրսում։ Այսպես է ձեր քաղաքապետը, այն էլ ձուն ձմեռով քաղաքացիներին վերաբերվում։ Այսքանը
Սիրելի հայրենակիցներ, խոստանում եմ որպես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ կանգնել թե Տիկին Սոնայի նմանատիպ քաղաքացիների կողքին եւ ամբողջ Թավշյա հեղափոխության մասնակից այն անձինք, որոնք որ հիասթափվել են, կոտրվել են, բոլորին համախմբելու չկա նախկին ու ներկա, հերիք է արդեն։ Այսպիսի քաղաքացիներ չպետք է հիասթափվեն ձեր ներքին օղակների եւ ձեր նախարարների եւ քաղաքապետների պատճառով։ Այսքանը կանխավ, շնորհակալություն։